Եվ այո, Հայաստանի Հանրապետության կառավարություն իդեմս Նիկոլ Փաշինյանի փաստաբանական խումբ են վարձել, եթե չեմ սխալվում, 3.5 միլիոն մոտ 4 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում, որպեսզի պաշտպանի կառավարության շահերը կամ Հայաստանի Հանրապետության շահերը իդեմս հեծի եւ այդ դատավարությունը հաղթանակով եզրափակվի, որովհետև մենք գիտենք կա դատական վճիռ, դատական որոշում, որ միջազգային արբիտրաժային դատարանի կողմից, որ այն գործընթացները, որը կառավարությունը իրականացրեց հեծի շուրջ եւ իրականացնում է մինչ օրս, դա հակաիրավական է, չկա նման հասկացություն։ Եվ այո, այդ 3.5-4 միլիոն դոլարը, որ մեր կառավարությունը պետական բյուջեից միանշանակ թոշակառուների, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից է դա հանվում եւ վճարվում է այդ խմբին եւ վստահ եմ, որ դա հաջողությամբ չի փսակվելու, որովհետեւ այն process-ները, որը տեղի են ունենում հեծի շուրջ, թե Հայաստանի Հանրապետության, բարձրակարգ իրավաբաններն են ասել, որ հակաիրավական են, թե տնտեսագետներն են ասում, որ տնտեսական հիմք չկա, որից մեկը նաեւ ես եմ եղել, բազմիցս անդրադարձել եմ այդ թեմայի շուրջ, միանշանակ պետական բյուջեի մխսում է եւ առհասարակ երկրի ներսում տեղի ունեցող ցանկացած process-ներ, որը ներգրավում է եւ անցնում է քննչական, դատաիրավական համակարգի կողմից, դա բացասական է անդրադառնում Հայաստանի Հանրապետության ներդրումային դաշտի եւ ներդրումային ակտիվության վրա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր process-ները միանշանակ դիտարկվում, տեսվում եւ հետազոտվում են մեր սահմաններից դուրս գտնվող տարբեր միջազգային կառույցներ, տարածաշրջանային կառույցներ, պետություններ եւ ինչու՞ չէ նաեւ օտարերկրյա ներդրող քաղաքացիներ եւ նրանք տեսնում են թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար չեն ցանկանա Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն ունենալ լավ դիվանագիտական, քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական հարաբերություններ, այլ պարզապես կապիտալը Հայաստանի Հանրապետություն չի դա եւ մենք տեսնում ենք տարի Հայաստանի Հանրապետությունում օտար երկրյան ուղղակի ներդրումները նվազում են եւ ավելի վտանգավորն այն է, որ ոչ միայն ներդրումներ չեն գալի Հայաստանի Հանրապետություն, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունից կապիտալն է դուրս գալի, որը երկակի ավելի բացասական է անդրադառնում Հայաստանի Հանրապետության ողջ տնտեսական միջավայրի վրա։